Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գեղարքունիքի տարածքային ցուցակով առաջադրված ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանի նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Այս անգամ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանը այցելեց Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն, Մադինա եւ Վերին Գետաշեն համայնքներ։ Ներքին Գետաշեն համայնքում ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանը բնակիչներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն իր մեջ ներառում է իրականացնել բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ, ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, ուսումնասիրել նախակրթարանները 12-ամյա կրթության համակարգում ներառելու արդյունավետությունը։ Հարգելի համակարգիչներ, հարգելի հասարակություն, հարգելի ժողովուրդ, ես ողջունում եմ ձեզ։ Եվ այսօր ինձ ընձեռած հնարավորությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքական գործիչ եւ վերջապես երիտասարդ եւ ակտիվ կադրի մեր հարգարժան Կարեն Բոթոյանին։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից ձեր ջերմ վերաբերմունքի համար, ձեր ուշադրության համար։ Ես 2012 թվականին ընտրվել եմ թիվ 23 ընտրատարածքից 29 տարեկան հասակում եւ այս 5 տարիների ընթացքում ես միշտ եղել եմ իմ ժողովրդի, մեր ազգաբնակչության կողքին։ Մենք 12 թվականին երբ քարոզարշավ էինք անում, մենք շատ բան չէինք խոստանում մեր ժողովրդին։ Մենք խոստանում էինք, որ մենք միշտ կլինենք ձեր կողքին։ Եվ մենք, ինձ թվում է, պահեցինք մեր խոստումը։ Դա է վկայում այսօրվա մեր գյուղերի այցելությունները, որտեղ մարդիկ բոլորն են գոհ են։ Ես համարում եմ, որ պատգամավոր լինելը դա ոչ թե ճոխություն է կամ վայելք է, այլ պատասխանատվություն։ Դրա համար մենք այսօր էլի խոսքեր չենք շռայլում։ Մենք խոստումներ անպագորգոր բառեր չենք ասում։ Ովքեր այդ մասին կասեն, դա իմացեք, որ քարոզչական մարտավարություն է։ Այսօր դուք բոլորդ գիտեք, թե խնդիրներն ինչքան շատ են, եւ արտաքին, եւ ներքին, եւ տնտեսական, եւ մեր հնարավորություններն մոտավորապես գիտեք։ Բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի քայլ առ քայլ, դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջընթաց ապահովենք։ Այսօր թիվ 1 հարցը դա Արցախյան հիմնախնդրի հարցն է։ Այսօր մեր գլխին կախված է արտաքին սպառնալիք, ներքին տնտեսական խնդիրներ։ Դրա համար մենք միշտ ասում ենք, որ պետք է սկսենք քայլ առ քայլ, կամաց, որքան որ հնարավորություն ունենք։ Իմ թիմը միշտ աչալուրջ ենք լինելու ձեր խնդիրներին, ականջալուր ենք լինելու, բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծել։ Սա է մեր որդեգրած ուղին եւ մենք ուզում ենք գնալ այս ուղիով ձեր աջակցությամբ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրով, որտեղ կարևորվում է կրթության ոլորտում ապահովել առցանց դասընթացների, տեսադասերի եւ պարապմունքների մշակումը, ներդրումն ու հասանելիությունը գյուղական համայնքներում, ձևավորել ազգային կրթակարգ, միաժամանակ հանրակրթական ծրագրերում ավելացնելով շեշտադրումը օտար լեզուների, բնագիտական առարկաների եւ մաթեմատիկական առարկաների վրա։ Դեռևս 2012 թվականին, երբ Բոթոյան Կարենը 23-րդ ընտրատարածքից, Սևանից, Ճամբարակից եւ Վարդենիսից եւ Հարակից գյուղերով ընդգրկող ընտրատարածքից, երբ որ առաջադրվում էր ազգային ժողովի մեծամասնական պատգամավոր, մտավախություն կար, որ երիտասարդ է, ունի փորձ, բայց այդ կարծրատիպը այս 5 տարիների ընթացքում կոտրվեց, որովհետև Բոթոյան Կարենը այս 5 տարիների ընթացքում լինելով գյուղացի, քաջատեղյակ լինելով գյուղացու եւ անձամբ գյուղի հիմնախնդիրներից եկավ, տիրապետեց այդ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին եւ տվեց օպտիմալ եւ արդյունավետ լուծումներ։ Այսօր
Դուք նույնպես ունեք այդ հնարավորությունը ունենալու որպես աշխատասեր ժողովուրդ, աշխատասեր падգամավոր։ Իսկապես ապրիլի 2-ին գնանք եւ մեր ձայնը տանք Կարեն Բոթյանին եւ Հանրապետական կուսակցությանը, որտեղ Բոթյան Կարենը այս 5 տարիների ընթացքում ապացուցեց, որ ինքը արժի ունենալ Գեղարքունիքի մարզի ողջ ազգամնակցության քվեն։ Շնորհակալություն, հաղթանակ եւ բարի ընթացք։ Մադինա համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ազգային ժողովի падգամավորի տեխնացու Կարեն Բոթոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի նորացման, սպասարկման եւ մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրումը, ավելացնել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի մատչելիությունը, խրախուսել ռոռոկման արդյունավետ եղանակների ներդրումը։ Հարգելի հայրենակիցներ, Մադինան, գիտեք, ես ձեզ համար նորություն չեմ, մենք իրար լավ ենք ճանաչում եւ առաջ անգամ, որ ես падգամավորության տեխնացուի հետ գալիս եմ որևէ համայնք, կոնկրետ Մադինա։ Եվ ի սկզբանե ասեմ, որ եթե համոզված չլինեի, որ Կարեն Բոթյանը պետք է կոնկրետ Մադինայում, վերին գետաշենում, ներքին գետաշենում, Մարտունու տարածաշրջանում վաղը մյուս օրը ներկանա որպես իսկական ժողովրդի ընտրյալ եւ իսկական падգամավոր, հաստատ ես Մադինա չէի գա։ Առավել եւս որ գիտեք, օր-օրիմ կապերը Մադինայի հետ ավելի ամրապնդվում է։ Ես Մադինայից չեմ կարող կտրվել։ Կարեն Բոթյանը նախորդ ազգային գումարման ազգային ժողովի падգամավոր էր Սևանի, Ճամբարակի եւ Վարդենիսի տարածաշրջաններում։ Գիտեք, այդ ժամանակ ես աշխատում էի, հիմա էլ աշխատում եմ շփվում Կարեն Բոթյանի հետ։ Ես տեսել եմ, թե ինչպիսի տիտանական աշխատանք է կատարվել այդ տարածաշրջանում։ Երևի թե գեղամաշխարհով դուք էլ տեսած կլինեք, վերջերս մի քանի անգամ ցուցադրվեց անցած 4-5 տարիների ընթացքում Կարեն Բոթյանի կատարած աշխատանքները ոչ միայն իր հայրենի Վարդենիսում, այլ նաև Ճամբարակում եւ Սևանի տարածաշրջանում։ Ուրեմն բազմաթիվ խնդիրներ են լուծվել իր աջակցությամբ եւ անձնական եւ պետական միջոցներով, միջազգային կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների ներդրումներով բազմաթիվ համայնքային խնդիրներ լուծվել են։ Կանգնել է սահմանամերձ համայնքների կողքին, բոլոր կռվող տղաների կողքին, բազմաթիվ հարցեր է լուծել մեր երկրի եւ ուրիշ երկրների միջև միջպետական կապերի ստեղծման հարցում։ Ուրեմն Կարեն Բոթյանի նախընտրական քարոզարշավը սկսեց Վարդենիսից, ես ներկա եմ Վարդենիսում, որտեղ քարոզարշավի մեկնարկի օրը մասնակցում էր նաև ազգային ժողովի նախագահի տեղակալ պարոն Էդուարդ Շարմազանովը։ Էդուարդ Շարմազանովը շատ սերտ կապերի մեջ է պարոն Բոթյանի հետ, ընկերական, բարեկամական կապերի, եւ իր աջակցությունը ինքը նույնպես պատրաստակամություն հայտնեց մեր տարածաշրջանում հանդես բերելու։ Ես որպես մարտունեցի, որպես ձեր գյուղացի, ձեր համայնքի, ձեր հարևան համայնքի բնակչի խնդրում եւ հորդորում եմ, որ մենք բոլորս ընտրենք Կարեն Բոթյանին եւ մեր պահանջները ներկայացնենք։ Սիրելի ժողովուրդ, այսօր անկեղծ ասած տեսեք այս ցուրտ դահլիճում, բայց շատ ջերմ մթնոլորտ է։ Այս գյուղում, որ այսքան մարդ հավաքվել եւ ցանկություն հայտնել ինձ հետ հանդիպել, դա ես շատ բարձր եմ գնահատում, շատ շնորհակալ եմ ընդունելության համար։ Եղել եմ падգամավոր Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում, իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, եւ պետական, եւ հասարակական, եւ անձնական միջոցներից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել եւ իրականացվել են նաեւ ոչ միայն այդ տարածաշրջանի համար, քանի որ Մադինան շատ բարձրադիր գոտի է, ճանապարհներն էլ միշտ խնդիրը փակ է լինում ձմռանը։ Ինչպես գիտեք, 2 տարի առաջ մարզում մենք սարքեցինք, ես խնդրեցի պարոն Արմեն Երիցյանին, վաղամերիկ մեր նախարարին, եւ իմ աջակցությամբ, իրանց օժանդակությամբ մարզում ստեղծեցինք ճգնաժամային կառավարման կենտրոն։ Նույն 911 հեռախոսով որ զանգում ենք, մեր թիմի ծրագիրն է եղել, մեր աջակցությունն է եղել։ Ես իրավունք չունեմ խաբելու։ Ես խոստումներ չեմ տալու։ Իմ երեխեքը ստեղ պիտի մեծանան։ 5 տարի է ճիշտ է քաղաքականության մեջ եմ, բայց այդ 5 տարին իմ համար եղել է փորձաշրջան նաև։ Եվ ես ուզում եմ շարունակել այդ ուղին։ Մենք ձեր գյուղապետի հետ հասցրեցինք մի փոքր զրուցել, հասկացանք գյուղի խնդիրը, տեխնիկայի հետ կապված խնդիր,
Համապատասխան գերատեսչությունների հետ պիտի բանակցություններ վարենք, որպեսզի այդ ամեն ինչը կարողանանք ձեռք բերենք։ Մեր թիմը խոսքեր շատ չի տալիս։ Ժողովուրդ ջան, խնդիրը որտեղ է։ Ինչն է խնդիրը։ Մենք այդ խնդրի մասին բարձրաձայնենք։ Ինչքանով լուծում կստանա, դա կտեսնեք դուք ինքներդ։ Մեր համայնքի ամենացավոտ խնդիրը այսօր որ շատ ցավոտ խնդիրներ կան, բայց ամենագլոբալ խնդիրը այսօր մեր համայնքի ոռոգման ջրի խնդիրն է, պարոն Բոտոյան, որ շատ վատ վիճակում է։ Իմ խնդրանքը ցեզ ամբողջ համայնքի անունից խնդրանքը, եթե հնարավորություն կունենաք առաջիկայում ընտրվելուց հաջողություն ընտրվեք, մեր հարցերը գոնե ինչ որ որոշակի ձևով հարցի լուծում գտնենք, որովհետև շատ վաղուց 50-ական թվականների կառուցված կես ունենք, որը ջրատարը ունենք, որ այսօր շատ վատ վիճակում է։ Իմ խնդրանքը ցեզ, եթե հնարավորություն կլինի, իսկ վերընտրվելուց հետո գոնե այդ մեր խնդիրներին մի քիչ ընթացք տալու, օգնելու հարցերին։ Իմերս ապրավ 175 տարեկան հասակում մահացավ։ Կոպեկ առ կոպեկ հավաքեց, որ մահվան համար մեր կոպեկներ ասեն, հա, մենք մերուկ չենք, թաղեցին։ Բայց այդ երկու կոպեկը գնաց կորավ, ես այդ ավանդների մասին եմ ուզում վերադառնալ։ Ավանդների վերադարձը ոչ թե անում են կուսակցությունները, այդ գումարները ձեզ վերադարձնում է պետությունը։ Ուրեմն պետությունը ամեն տարի գումար է նախատեսում այդ ավանդների վերադարձման համար։ Բայց այնտեղ կա առաջնահերթությունը, ձեր նշած Փարոսը, Տարիքայինը, մեր պետության բյուջեից ելնելով ամեն տարի գումարներ նախատեսվում են այդ գումարները վերադարձնելու համար։ Միևնույն է, սորա իշխանությունը պետք է տա այդ փողը։ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու Կարեն Բոթոյանը Վերին Գետաշեն համայնքում խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կարող են կյանքի կոչվել։ Այն է հստակ սահմանել յուրաքանչյուր մարզի եւ համայնքի զարգացման ծրագրերը, հատկապես կարևորել մարզերի զարգացման ռազմավարությունների առկայությունը։ Կոնկրետ ձեր գյուղի հետ կապված ասեմ, ձեր գյուղը ես համարում եմ ինձ շատ հարազատ մարդ։ Ձեր գյուղից նաեւ պատիվ ունեմ ազգային ժողովում աշխատելու ձեր գյուղի երիտասարդներից Սասունի հետ, որ միասին ազգային ժողովում եմ աշխատում, ես ինչ եմ ասում, որտեղ ձեր ձայնը ցանկացած խնդրի շուրջ կարա շատ արագ հասանելի լինի բոլորին։ Ձեր ցանկացած հարց, ցանկացած խնդիր կարա հաջորդ օրը տեղեկացված լինի համապատասխան գերատեսչություններում։ Այո, իմ եւ մեր երկրի կառավարության ուշադրության կենտրոնում գտնվում են մեր գյուղերը, որտեղ մենք այսօր մշակել ենք, մեր կուսակցությունը մշակել է մի ծրագիր համայնքների համաչափ զարգացման եւ այսօր մարզում ստեղծում են կոոպերատիվներ, ջրաբիացումներ են կատարվում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բայց սա մեզ համար քիչ է, մենք դեռ անելու շատ բան ունենք։ Ես սա համարում եմ թիմային աշխատանք, մենակ մարդը ոչինչ չի կարող հասնել։ Մեր թիմը ցանկացած խնդիր, ով ինչ առաջարկություններ ունի, մենք Ճամբարակ Սևան Վարդենիս տարածաշրջանում, որ ընդգրկում է իմ ընտրատարածքը, ցանկացած հարցի շուրջ քննարկել ենք։ Եղել են լուծումներ։ Այո, իհարկե 5 տարվա մեջ մենք ունեցել ենք եւ բացկողումներ, եւ կորուստներ, իմ կարիերան ես համարում եմ դեռ նոր պիտի սկսվի, այնպես որ ես ակնկալում եմ ձեր աջակցությունը։ Ես միշտ կանգնել եմ այն մարդու կողքին, ու միջոցով պետք է կարողանամ գյուղի որևէ խնդիր լուծել։ Ես այսօր կանգնած եմ պարոն Բոտոյանի կողքին ոչ միայն որ նա մեզ ընկեր է, ոչ միայն որ նա լավ աշխատող է, ես տեսել եմ նրա աշխատանքը մյուս տարածքներում, որտեղ նա պատգամավոր է, այլ ես ունեմ մեծ սպասելիքներ Վերին Գետաշենի առաջիկա խնդիրները լուծելու։ Ես խնդրում եմ իմ ձեռները չկապեք, ձայնը տվեք Բոտոյան Կարենին, եկեք մտեք իմ մոտ պահանջեք ան ժողովուրդ։ Շնորհակալություն։ Բնակիչները խոսեցին ներհամայնքային մի շարք խնդիրների մասին։ Մենք շուրջ 5-ից 600 հեկտար ոռոգման տարածք ունենք։ Ուգասենի աջակցությամբ մի քանի անգամ դիմել ենք, խողովակներ դերեցին թողի, բայց Վերին Գետաշենը թույլ չտվեց, որպեսզի դրանք ոռոգման ջուրը օգտագործի։ 250 կլիտկա Ուգասենապաշտյան որպես տրամերձ 370 կլիտկանը նախին Ուղղապետ Նապաշտյանը։
Քաշված 150 հեկտար էլ սեփականաշարժման հողատարած։ Հիմա ամբողջ հողատարած մնացել է անջրդի։ 17 համայնքի միասին 41-45 թվականներին գեզ կառուցեցին։ Այսօրվա գեզը դարձել է անմխիտար վիճակում, որոնք կարիք ունի։ Այսօր գեսի կանալի վրա կապիտալ շինարարություն էլ չի արվելու։ Ինչի համար։ Որովհետև տղեկ սպասեք, անձամբ իմ գրություն ու պատասխանի մոտ կա, եկեք տեսեք։ Այն ջրամբար, որ ներքին Գետաշենի զոմի վրա պետք է կառուցվեր, արդեն կառավարությունով հաստատվել է։ Էդի չեմ ասում վերին Գետաշենի համար կամ միայն Մադինի կամ մյուսի։ Այդ ջրամբարը կառուցվում է, եսի կանալ հասկացողությունն էլ հետն ջուրակ ստանա, մինչև Երանոց պետք է գնա։ Գյուղը մեր ուշադրության կենտրոնում է, եւ ասացի, որ խնդիրները շատ են, բայց հնարավորություններն են փոքր։ Կախված իրենց առաջնահերթությունից, այդ ամեն ինչը արվում է։ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու Կարեն Բոթոյանի նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու Կարեն Բոթոյանը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսով։ Լուսինե Գրիգորյան, Վահրամ Ոսկանյան, Գեղամաուր։